Որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան, այս մասին մեկ անգամ չէ որ ասել ենք։ Այսօր Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։ Մենք ելնում ենք այն բանից, որ խաղաղության համաձայնագրի կնքմանը նախորդող շրջանակային պայմանավորվածության կնքումը կարող է հանդիսանալ մեկնակետ, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցությունների առարկա է։ Ադրբեջանի, Ղարաբաղի, ապա Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներից հետո այսօր Երևանում ասուլիսի ժամանակ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը վստահեցրեց, վերջին օրերի ընթացքում իրենց հիմնական նպատակն էր կողմերին օգնել կայունացնել իրավիճակը եւ քայլեր ձեռնարկել, որ ռազմական գործողությունները չկրկնվեն։ Ասացին նաեւ, որ իրենց հիմնական խնդիրն այնուամենայնիվ կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է։ Хочу подчеркнуть, что в наш мандат не входило проведение расследования, кто первый начал и кто ответственный. Ուզում եմ ընդգծել, որ մեր մանդատը չի ներառում հետաքննություն անցկացնելու պարտավորություն, թե ով էր առաջինը սկսել եւ ով է պատասխանատու հրադադարի ռեժիմի խախտման համար։ Մեր զրույցների հիմնական եզրակացությունն այն էր, որ կողմերը մտադիր են առնվազն ցուցաբերում են պատրաստակամություն պահպանել հրադադարը, որը ձեռք է բերվել երեքշաբթի Մոսկվայում։ Сохранять перемирие, которое было достигнуто во вторник в Москве. Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարցն օրակարգում չկա, ասացին համանախագահները, ավելացնելով նաև, որ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարց եւս այժմ չեն քննարկում։ Миротворческая операция это уже предусматривается. Ենթադրվում է, որ խաղաղապահ գործողությունը պետք է իրականացվի կարգավորման եզրափակիչ փուլում խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Подписано мирное соглашение. Գոյություն չունի որևէ նոր փաստաթուղթ կամ այսպես կոչված Լավրովի առաջարկներ, ընդգծելով, որ շրջանառվում են համանախագահների առաջարկները, որոնք վերջին տարիներին քննարկվել են։ Они основаны на трех принципах и 6 элементах. Դրանք հիմնված են 3 հիմնական սկզբունքների վրա, 6 բաժիններով, որոնց մասին մեկ անգամ չէ որ միջնորդ երկրների նախագահները խոսել են։ Այդ սկզբունքներն են ուժի չկիրառումը, ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը։ Силы права народов на самоопределение и территориальной целостности. Համանախագահներն ավելացրին նաև, որ խորապես մտահոգված են մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ եւ որ տեսել են Թալիշում արված լուսանկարները։ Նաև ավելացրին, որ այժմ իրենց հրատապ խնդիրներից է հնարավորինս կարճ ժամկետներում լուծել զոհվածների մարմինների վերադարձի հարցը։